Անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը։ Քննարկում ենք ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյան։ Սիրելի հայրենակիցներ, հակիրճ ներկայացնեմ բանակից խուսափողների վիճակագրությունը սկսած 1995 թվականից, ապա ներկայացնեմ իմ առաջարկած օրենքի հիմնավորումները։ 1995 թվականին բանակից խուսափելու համար հետախուզվել է ընդամենը 1511 քաղաքացի։ Սպայապետ Վազգեն Սարգսյանի մահվանից 1999 թվականից հետո բանակից խուսափողների թիվը շեշտակի աճեց։ 2004 թվականին անցնելով 12000-ը։ 2004 թվականին առաջին անգամ ընդունվեց սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը։ Այդ օրենքով սահմանվում էր, որ բանակից խուսափած 27 տարի լրացած անձինք կարող էին վճարել ամեն բացակայած զորակոչի համար 100,000 դրամ եւ ազատվել պատասխանատվությունից, ոչ մի օր չծառայելով բանակում։ Այս օրենքը ընդունվել էր 1 տարի ժամկետով, սակայն սկսած 2005 թվականից ամեն տարի այն երկարաձգվել է մինչև 2019 թվականը։ 15 տարիների ընթացքում օրենքից օգտվել է 10,656 քաղաքացի։ Ես այդ մոտեցումը անընդունելի էի համարում եւ 2019 թվականին առաջարկում էի բանակից խուսափածներին ազատել պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ նրանք ծառայեն 1 ամիս ժամկետով եւ միաժամանակ պետական բյուջե վճարեն 10 միլիոն դրամ։ Իմ նախագիծը չընդունվեց եւ որակվեց փողի դիմաց ծառայությունից ազատելու խայտարակ օրենք։ Մոռացվեց, որ դրանից առաջ 15 տարի 100 անգամ ավելի ցածր գումարով էին բանակից խուսափածները ազատվում պատասխանատվությունից, ընդ որում ոչ մի օր չծառայելով։ Նույն ազգային ժողովը իմ առաջարկած օրենքը մերժելով 2 տարի անց 2021 թվականին յուրօրինակ համաներման մասին օրենք ընդունեց։ Բանակից խուսափած անձանց ազատելով պատասխանատվությունից առանց որևէ օր ծառայելու եւ առանց որևէ լումա պետական բյուջե վճարելու։ 2021 թվականին բանակից խուսափելու համար հետախուզվում էին 11106 անձ, որից 1360-ը օգտվեցին համաներումից, ազատվեցին քրեական պատասխանատվությունից ոչ մի բանի դիմաց, վճարելով 0 դրամ, ծառայելով 0 օր։ Համաներման մասին օրենքի ընդունումից հետո շարունակեցինք ունենալ հետախուզվողներ, ում 27 տարին լրացել էր համաներումից հետո։ Փաստացի նրանք չէին կարող ոչ համաներումից օգտվել, ոչ էլ գար ծառայել, քանի որ մեր երկրում զինվորական ծառայության տարիքը 18-ից 27 տարեկանն էր։ 27 տարին լրացած քաղաքացիները չունեին որևէ տարբերակ, քան 2-ից 5 տարի ժամկետով դատապարտվելը։ Մեծ ցանկության դեպքում անգամ չէին կարող ծառայել, որպեսզի չդատապարտվեն։ Ստեղծված իրավիճակից որպես երկ ես առաջարկեցի բանակից խուսափածներին տանք դատապարտվելուն այլընտրանք, քանի որ պետությունը նրանց դատելով ոչ միայն ոչինչ չէր շահում, այլև ֆինանսապես տուժում է։ Առաջարկեցի սահմանել, որ նրանք, ովքեր կգան ու կծառայեն 2 տարի ժամկետով չդատապարտվեն, կշահի եւ պետությունը եւ բանակից խուսափած քաղաքացին, քանի որ պետությունը կունենա 2 տարի ժամկետով ծառայող լրացուցիչ զինծառայող, իսկ բանակից խուսափած քաղաքացին կնախընտրի 2 տարի ժամկետով ծառայել, քան 3 տարի ազատազրկվել։ Առաջին դեմ կարծիքը պաշտպանության նախարարությունը արտահայտեց։ Ինչպես կարող է 27 տարին լրացած տղան ծառայել բանակում։ Իմ պատասխանը շատ պարզ էր։ Այնպես ինչպես այլ երկրներում, մասնավորապես Ադրբեջանում պարտադիր զինվորական ծառայության են մեկնում 18-ից 40 տարեկան տղաները, Թուրքիայում 20-ից 41 տարեկան, Իրանում 18-ից 50, Սիրիայում 18-ից 42, Հունաստանում 19-ից 45 տարեկան տղաները։ Բացի դրանից մեր օրենսդրությամբ սահմանված է, որ շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայության կարող են անցնել մինչև 40 տարեկան անձինք։ Եթե 40 տարեկանը կարող է լինել շարքային պայմանագրային, նշանակում է կարող է լինել նաև շարքային ժամկետային։ Ինձանից 3 տարի պահանջվեց, որպեսզի կարողանամ հիմնավորել այս պարզ միտքը, ավելի լավ է տանք ծառայելու կամ գումար վճարելու հնարավորություն, քան ազատազրկենք բոլոր խուսափածներին։
Ցավոք սրտի օրենքի ընդունման վերջին պահին Պաշտպանության նախարարությունից ասացին, որ եթե չընդունեմ իրենց առաջարկը, որ օրենքը տարածվի միայն օրենքի ընդունման պահին 27 տարին լրացածների վրա, ապա իրենք դեմ կլինեն նախագծին եւ այն չի ընդունվի։ Ես փորձում եմ բացատրել, որ այդպես չի կարելի։ Ելը նույն բանն է լինելու, ինչպես 2004 թվականից սկսած։ Խուսափածները չեն գալու ծառայելու սահմանված տարիքում, ոչ էլ գալու են դատապարտվելու։ Մնալու են փախած միջև վաղեմության ժամկետն անցնի։ Արդյունքում եւ իրենք են տուժելու, փախած ապրելով այլ երկրում, առանց անձնագրի եւ պետությունն է հսկայական ռեսուրս կորցնելու։ Պաշտպանության նախարարը չընդունեց այս ակնհայտ դրական վերջացնում եմ կներեք կես րոպե։ Պաշտպանության նախարարը չընդունեց այս ակնհայտ դրական արդյունքի բերող առաջարկությունը, այն ժամանակ ես համաձայնեցի իրենց առաջարկին, որպեսզի օրենքը թեկուզ այդպես ընդունվի, այդ պահին 27 տարին լրացած տղաները կարողանան օգտվել օրենքից եւ վերադառնան Հայաստան։ Ես համաձայնեցի պայմանով, եթե առաջիկա 2 տարիներին չկարողանանք բանակից խուսափածներին բերել ծառայության եւ 2 տարի հետո ունենանք 1000-ից ավել 27 տարին լրացած խուսափածներ, ես նորից օրենքում փոփոխություն կատարելու նախագծով հանդես կգամ։ 2024 թվականի հունվարից անցել է ուղիղ 2 տարի։ Այժմ ունենք 1200-ից ավել տղաներ, ովքեր չունեն որևէ այլընտրանք, քան Հայաստան վերադառնալու դեպքում դատապարտվել է։ Այսօր ներկայացված փոփոխությամբ այս հարցը կլուծվի մեկընդմիշտ։ Բոլորը, ում 27 տարին լրացել է կամ կլրանա, կկարողանան օգտվել իմ առաջարկած 5 տարբերակներից որևէ մեկից եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ ծառայության սահմանային տարիքը այլևս 37 տարին է նրանց համար։ Շնորհակալ եմ, եթե կլինեն հարցեր, սիրով կպատասխանեմ։